Վերջերս էլ հայտարարվեց բարձր մակարդակով, որ եթե համարենք Արցախյան հարցը բաց, այսինքն եթե չհամարենք, որ այն փակ է, մենք ուրեմն նոր պատերազմ ենք ուզում, որովհետև եթե Ղարաբաղյան խնդիրը փակ չէ, ուրեմն պիտի լինի պատերազմ, պիտի լինի նոր շրջափակումներ, պիտի լինի նոր հարձակումներ եւ այլն։ Մարդը ով բազմիցս մի քանի անգամ ինչքան ուժ ունի փակել այդ հարցը, չի կարող պատասխանել այն պարզ ու տրամաբանական հարցին, լավ, հարցը փակելուց 2 ամիս հետո ինչի Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի տարածքը իր պատմական հողն է, մցրեց դա դպրոցական դասագրքեր, այնպես չի մի անգամ հայտարարեց, գնաց իրանց տուն։ Մցրեց դպրոցական դասագրքեր, մցրեց կրթական, բուհական համակարգ եւ այս տարվա նոյեմբերի 3-ից հետո, երբ այդ Վաշինգտոնյան դեպքերից հետո կար այդ մտածմունքը, որ միգուցե ինչ-որ բան փոխվի, հրահանգեց ամբողջ պետական համակարգին, բուհական համակարգին կոնկրետ հստակ նստել ու քարոզել, որ Հայաստանը կառուցվել է պատմական ադրբեջանական հողերի վրա եւ ապօրինաբար խլվել է։ Ինչու է Ադրբեջանում 10-11-րդ դասարանի երեխաների շրջանում շարադրության մրցույթ, թե ով ավելի լավ կներկայացնի Հայաստանի տարկածքը որպես հին ադրբեջանական հող։ Ինչու է անցկացվում կրթական, մշակութային բառերն էլ ափսոսոր օգտագործում եմ միջոցառումներ այդ թեմայով։ Ներկայացրեք Երևանը որպես պատմական ադրբեջանական քաղաք։ Լավ, ինչու է դա արվում։ Ու դա արվում է երիտասարդության շրջանում, դա արվում է նոր սերունդի շրջանում։